Մերձավանի կրակոցների հետևանքով նախօրեին վիրավորում ստացած Արթրուն Գալստյանը գիտակցության է եկել։ Քննիչը նրան հարցաքննել է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունը սեպտեմբերի 24-ին կեսգիշերն անց հաղորդել էր, որ Մերձավանում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավար Վալոդիա Գևորգյանը եւ նրա ընկերը, ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Կրակոցների եւ սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կհանդիպի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանը այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա, որտեղ կմասնակցի համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին։ Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինը վերջին անգամ հանդիպել են օգոստոսի 31-ին Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Այսօր նաև Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ տասնյակ մարդիկ բողոքի ակցիա են իրականացնել Փաշինյանի գործողությունների դեմ։ Դա տեղի ունեցել այն բանից հետո, երբ հանրապետության իշխանությունները մեղավոր ճանաչեցին arczepiskopos Միքայել Աչապահյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու համար։ Հավաքվածները ձեռքերը պահել էին եւ եկեղեցին հոգի է, այլ ոչ թե ընդդիմություն, ձեռքերը հեռու սրբությունից եւ այլ գրության պաստառներով։ Նրանց մի մասը Հայաստանի դրոշներով են եղել։ Ցուցարարները Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջել են ազատ արձակել Աչապահյանին։ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ բարեբերաբար խորհրդակցում է թուրք պաշտոնյաների հետ Հարավային Կովկասին առնչվող հարցերի վերաբերյալ։ Նա մանրամասնել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի միջոցով Ադրբեջանի, Հայաստանի եւ Ուկրաինայի հետ կապված հարցերի շուրջ խորհրդակցում է Թուրքիայի ԱԳ-նախարար Հական Ֆիդանի, ինչպես նաեւ ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալոնի հետ։ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը նշել է, որ Թրամփի վարչակազմը խրախուսում է նման շփումները։ Օրինակ, ես զանգահարում եմ Թոմին եւ հարցնում, թե ինչ կարծիք ունի Իբրահիմը այս կամ այն հարցի վերաբերյալ։ Ես կարող եմ շատ նման օրինակներ բերել, ասել է նա։ Կառավարության այսօրվա նիստին հաստատվեց 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, ըստ այդմ գործադիրը նախատեսում է հաջորդ տարի պաշտպանական բյուջեն կրճատել շուրջ 15.2%-ով։ Նախագծով պաշտպանության նախարարությունը 2026-ին 563 միլիարդ դրամ կհատկացնի։ Այս տարվա համեմատ ռազմական ծախսերը կկրճատվեն մոտ 265 միլիոն դոլարով։ Չնայած պաշտպանական ծախսերի շեշտակի նվազեցմանը, ընդհանուր պետական բյուջեն հաջորդ տարի ավելի քան 5%-ով ավելին է։ Կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ ծախսել։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ներկայացման բյուջեի նախագծով տնտեսական աճը կազմելու է 5.4%։